Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք դրա 3-րդ երկի 8-րդ գլուխը, որտեղ Մայտրեյան քննարկում է ուրեմն առաջագործության խնդիրները։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք այդ խնդիրը քննարկում են բավականին ծավալուն եւ հոգեբանական տեսանկյունից բավականին խորը։ Արիացիները իրենք համառորեն առաջ են քաշում այդ գաղափարը, որ իրականում նյութական աշխարհի հոգեբանական կառուցվածքը դա միայն կենդանի էակների նախաձեռնումն է։ Այսինքն կենդանի էակների ցանկություններն են իրականացվում եւ դրա հետևանքով նյութական աշխարհը ինքը ձեռք է բերում այն դաժան այն դաժան արտահայտումը, որը ինքը ունի ընդհանրապես այս աշխարհում։ Եվ հետևաբար այն ամբողջ անարդարությունները, որի պատասխանը փնտրում է կենդանի էակը, թե ասենք որտեղից են գալիս այդ տառապանքները, որովհետև մենք շատ ենք ձեզ հետ քննարկել, որ իրականում նյութական աշխարհում տառապանքները իրանք գալիս են մեկ-մեկ այնպիսի անհասկանալի տեղերից, որ մարդ ինքը իրապես չի կարողանում հասկանա, թե հատկապես այդ ծննդյան պահից սկսված, չէ, կենդանի էակը ինքը չի կարողանում հասկանա, թե օրինակ ինչու է ինքը ծնվել ծանր հիվանդությամբ, որը իրեն ոչ մի հնարավորություն չի տալիս ապրել լիարժեք կյանք, չէ, կամ եւ այլն, շատ գործոններ կան, մենք այդ գործոնները մշտական քննարկում ենք։ Եվ տեսեք սիրելիներս, չէ, ուրեմն այստեղ մենք հանգում ենք այդ եզրակացությանը, որ կենդանի էակները իրենց ցանկություններով մտնում են նյութական աշխարհ եւ այստեղ ներկայացվեց Մայտրեյան ինքը ներկայացվեց այդպես, որ կենդանի էակը ինքը մտնում է նյութական աշխարհ արդեն ոչ հոգեվոր բանականությամբ, այսինքն ոչ այն բանականությամբ, որը արժևորում էր նրա կապը Գերագույն Աստծո անձնավորության հետ, այլ ինքը նյութական աշխարհ է մտնում նյութական բանի հետ կապված, նյութական բանականության հետ կապված, չէ, նյութական բանականությամբ, որի ամենացայտուն բնութագիրը կայանում է նրանում, որ կենդանի էակը հերքում է իր կապը Գերագույն Աստծո անձնավորության հետ։ Այս ամեն ինչի հետ կապված, չէ, ուրեմն նկարագրվեց, որ հերքելով այդ կապը, կենդանի էակը ինքը ձգտում է անկախության եւ այդ անկախությունը դրսևորելով ինքը հայտնվում է նյութական աշխարհում բացարձակապես կորցրած այդ գիտակցությունը, որ ինքը ընդհանրապես կա Աստված եւ որ այդ Աստծո հետ ինքը որևիցե կապ ունի։ Ինչու համար, որովհետեւ Աստված ինքը ակնհայտորեն նյութական աշխարհում արտահայտված չի։ Բայց նյութական աշխարհում նաև ապրում են հոգևոր կենդանի էակները, այսինքն այստեղ են հայտնվում ինչպես այն կենդանի էակները, որոնք իրենք հոգևոր աշխարհից եկել են նյութական աշխարհ եւ այստեղ են ապրում նույնպես այն կենդանի էակները, որոնք իրենք արդեն փոշմանել են իրենց ընտրության մասին եւ ճանապարհ են բռնում, որպեսզի վերադառնան դեպի հոգևոր աշխարհ։ Այդ կենդանի էակները իրենք շահագրգռված են վերականգնել, ընդհանրապես հոգևոր կյանքը ինքը նախատեսված է Գերագույն Աստծո անձնավորության հետ կապը վերականգնելու համար։ Եվ այսպես, սիրելիներս, ուրեմն մենք ձեզ հետ տեսնում ենք, որ այդ կապը վերականգնող կենդանի էակները, չէ, իրենք զբաղվում են հոգևոր պրակտիկայով եւ կամաց-կամաց վերականգնում են այդ իրենց գիտակցությունը։ Իսկ նրանք, ովքեր որ կամ լավ են զգում իրենց նյութական աշխարհում եւ իրենց այդ անկախությունը լրիվ ձեռք է տալիս, չէ, իրենք կյանքից կյանք շարունակում են ծնվել նյութական աշխարհում, մեկ հաջողություններ ունենալ, մեկ անհաջողություններ ունենալ, ունենում են այսպես հավաքական կյանք, որը ինքը բաղկացած է այդ
հաջորդականությունից, որ մեկ հենց նույն կյանքում մեկ դժվարություններ են հանդիպում, մեկ ինչ-որ հաջողություններ են գալիս եւ ամեն անգամ, երբ որ կենդանիակը ինքը ինչ-որ հաջողություններ է ստանում կամ նայում է, թե ինչպես են ուրիշները հաջողություններ ստանում, ինքը հավատով է լցվում, որ այս նյութական աշխարհում կարող է կենդանիակը ինքը կարող է երջանիկ ապրել։ Այսինքն կենդանիակը ինքը մշտական իր աչքի առաջ տեսնում է Պարույր Սևակի հանրահայտ ուրեմն միտքը, որ կան ազնվորություններ, որոնք ելել են շալակը աշխարհի եւ կան ազնվորություններ, որոնք իրենք աշխարհը շալակած իրենց ուսերին տանում են։ Եվ այսպես ուրեմն սիրելիներս, չէ, մենք այստեղ կարողանում ենք հասկանալ, որ ուրեմն այդ պատասխանատվությունը իրականում կենդանի էակների վրա է։ Հիմա նկարագրվում է այդ ընթացքը եւ պարզ նկարագրվեց, որ առաջին հերթին կենդանի էակը ինքը իր նյութական բանականությունով, երբ որ հայտնվում է նյութական աշխարհում, առաջին բանը, որ իր հետ տեղի է ունենում, ինքը կորցրած է լինում ընդհանրապես այդ գիտակցությունը, թե ինքը ով է, ընդհանրապես որտեղից է հայտնվել այս նյութական աշխարհում, հա, եւ ամենակարևորը, ինչ նախասահմանում ունի իր գոյությունը։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ իրականում, երբ որ կենդանի էակները իրենք զբաղվում են գիտությամբ, այսինքն նյութական աշխարհ, արտաքին նյութական աշխարհը հետազոտելու, ուրեմն գործընթացներով հենված իրենց սեփական բանականության վրա, այդ դեպքում իրենք փայլուն կարող են ուրեմն իրականացնել նյութական աշխարհի օրինաչափությունների հասկացողություն, չէ, եւ բարձ է, որ իհարկե մենք ընդունում ենք, որ հենց այստեղ, հենց հիմա մեր ժամանակներում գիտնականները իրենք շատ ահռելի ձեռքբերումներ ունեն, ուրեմն նյութական աշխարհի, կենդանի էակի կառուցվածքի եւ այլի հետ կապված, չէ։ Բայց ինչպես արիացիները մեր հետ քննարկեցին, չէ, որ իհարկե հետազոտելով այս աշխարհը, կենդանի էակը, եթե ինքը բանական է, ինքը ունի ունակություն հասկանալ, թե ինչպես է այս աշխարհը կառուցված։ Ինչպես է կառուցված կենդանի էակների մարմինները, ինչպեսի կառուցված կունի ընդհանրապես աշխարհը, ինչ օրինաչափություններ կան տիեզերքում կամ մեր մոլորակի վրա եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ վերաբերվում է արտաքին աշխարհին։ Բայց երբ որ խոսքը գնում է ուրեմն կյանքի իմաստի մասին, ապա ոչ մի աթեիստական ուրեմն գաղափարախոսություն ինքը չի կարող արտահայտել կամ ընդհանրապես մոտենալ այդ գաղափարին, որ պատասխանի հարցին, թե ինչու համար ընդհանրապես գոյություն ունի հատկապես բանական կենդանի էակը։ Այդ հարցին պատասխանում են միայն հոգևոր ուրեմն գաղափարախոսությունները, ընդ որում հոգևոր գաղափարախոսությունները իրանք այդ հարցին պատասխանում են այսպես շատ կարևոր ուրեմն կետից։ Իրենք պատասխանում են այս հարցին այն իմաստով, որ կենդանի էակը ինքը իրականում նյութական աշխարհի բան չի, էլի մասնիկ չի։ Մենք ձեզ հետ շատ բազմիցս քննարկել ենք այդ տրամաբանությունը, թե ինչպես կարելի է այդ թեման հասկանալ, այլ ոչ թե ուղղակի հավատալ, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ արիացիները, ես հույսով եմ, որ դուք նկատում եք, որ երբ որ մենք քննարկում ենք արիացիների տեսությունը, այստեղ մշտական խոսակցությունը գնում է դրա մասին, որպեսզի մենք կարողանանք հասկացողություն զարգացնել, թե ինչպես է ընդհանրապես այդ ամեն ինչը գործում։ Բրահման ինքը փորձեց պատասխանի այդ հարցին, հենված իր հասկանալու ունակության վրա։ Մենք տեսանք, որ ինքը անհաջողության հասավ, թեկուզ իր այդ փնտրտուքների մեջ ինքը կարողացավ հասնի համարյա թե իր հայտնվելու սահմանին, չէ՞, որտեղ ինքը հայտնվեց լոտոսի ծաղիկի վրա, ինքը մտավ այդ լոտոսի ցողունի մեջ, մենք հասկանում ենք, չէ, որ եթե խոսքը գնում է տիեզերական լոտոսի մասին, այդ լոտոսը ինքը ահռելի չափսեր ունի, եւ ուրեմն Բրահման ինքը մտավ եւ այդտեղից սկսեց խորասուզվել, որպեսզի հասնի այդ լոտոսի արմատին, որ հասկանա, թե որտեղից է գալիս այդ լոտոսը եւ ինքը լոտոսի վրա։
Մենք տեսանք, որ ինքը հասավ միջև սահմանը, այսինքն այն որտեղից, որ ծոհունը արդեն դուրս է եկել Գերագույն Աստծո ազնվորության պորտից, չէ՞։ Եվ դրանից այն կողմ ինքը չկարողացավ գնալ։ Մենք խոսեցինք ձեզ հետ դրա մասին, որ հոգևոր կյանքում ազնվորությունը ինքը պետք է շատ պարզ պատկերացում ունենա, թե որտեղ է նյութական բանականության ընկալման հնարավորության սահմանը։ Այսինքն, այո, իհարկե, հոգևոր թեմաները նյութական բանականությունը չի կարող հասկանալ։ Հասկանում եք, իսկ կենդանի էակի արմատը ունի հոգևոր սկիզբ։ Մենք Գերագույն Աստծո անձնավորության անբաժանելի մասնիկներն ենք։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն հետևաբար, այստեղ շատ կարևոր խոսակցություն է բացվում, որ կենդանիակը, այսինքն հոգևոր կյանքով զբաղվող ազնվորությունը ինքը պարտադիր պետք է այդ սահմանը ընկալի։ Հասկանում եք, ինքը պետք է այդ սահմանը ընկալի։ Հիմա, երբ որ մենք խոսում ենք սահմանը ընկալման մասին, չէ, մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը դրանով, ինչպես որ ասում են, զենքերը ցած չդրեց։ Այսինքն, մենք խոսեցինք անցյալ անգամ նրա մասին, որ կենդանիակը ինքը ունի արտաքին աշխարհի ընկալման հնարավորություն եւ ունի իր ներքին աշխարհը խորասուզվելու հնարավորություն։ Այսինքն, կան թեմաներ, որոնք իրենք վերաբերվում են արտաքին աշխարհին եւ բանականությունը կարող է ընկալել այդ աշխարհը կամաց-կամաց հետազոտելով եւ ուսումնասիրելով, չէ՞, եւ կենդանիակը ունի ունակություն խորասուզվել գնալ դեպի իր դերսը։ Եվ մենք անցյալ անգամ խոսեցինք, որ Տեր Բրահման ինքը, այսպես էլի, մինչև վերջ օգտագործեց իր արտաքին աշխարհը բանանելու, ուսումնասիրելու ունակությունը եւ իր հայտնության արմատը չկարողացավ գտնի։ Այսինքն, ինքը հասկանա, թե ինքը որտեղից է ծնվել, եւ ինչպես ես արդեն ասեցի, ամենակարևորը ինչի համար։ Չէ՞։ Հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն այս ամեն ինչի մեջ, չէ, մենք կարողանում ենք հասկանալ, որ Տեր Բրահման երեկվա տեքստը, որը մենք ձեզ հետ քննարկեցինք, այդտեղ հնչեց այդ գաղափարը, չէ, որ դա տրանսֆորմացիոն տեքստ էր, այսինքն, երբ որ ինքը դեպի դուրս գնաց, դուրս ուսումնասիրեց, ոչ մի իր հարցին պատասխան չգտավ, չէ, եւ հասկացավ, որ կա մի ուրիշ դաշտ, այսինքն ինքը ունի մի ուրիշ ունակություն խորասուզվել իր մեջ, եւ ինքը փորձ կատարեց խորասուզվի իր մեջ եւ ուրեմն փորձի հասկանալ կամ գտնել իր հարցերի պատասխանը իր ներսում։ Եվ այսօրվա մեր տեքստերն են, ես տեքստը կարդամ եւ մենք շարունակենք մեր քննարկումը։ Ուրեմն 3-րդ երկ, 8-րդ գլուխ, 22-րդ տեքստ։ Երբ անցավ ուրեմն 100 տարի եւ Բրահմայի մեդիտացիան կամ կենտրոնացման process-ը ինքը հասավ Բրահմայի այդ մեդիտացիա անելու process-ը ինքը հասավ իր նպատակին։ Տեր Բրահման ինքը ձեռք բերեց այն անհրաժեշտ գիտելիքը եւ տեսավ իր սրտի մեջ Գերագույն Աստծո ազնվորությունը, որին մինչև այդ ոչ մի կերպ չէր հաջողվում տեսնել, չնայած որ ինքը մեծ ճիգեր էր կիրառում։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, սա արդեն արդյունքի տեքստ է, չէ՞, այսինքն Բրահման ինքը անցավ երկու այդ ուսումնասիրելու ուրեմն դաշտերը, չէ՞, եւ երբ որ ինքը գնաց դեպի իր ներսը, երբ որ ինքը քոքն էր ման գալիս, փաստացի ինքը Աստծոն էր, չէ՞, ման գալի, որտեվ Գերագույն Աստծո անձնավորությունից էր դուրս եկել այդ լոտոսը, չէ՞։ Ինքը իրան էր ման գալիս փաստացի, ինքը չգիտեր ինքը ում է ման գալիս, բայց ինքը ման էր գալիս, թե ումից է ընդհանրապես ստեղծվել այդ լոտոսը եւ ինքը։ Իսկ երբ որ ինքը գնաց դեպի իր ներսը, ինքը հասավ այն նպատակին, որը
որը ինքը հետապնդում էր, այսինքն ինչ տեղի ունեցավ։ Ինքը իր սրտի մեջ հայտնաբերեց Գերագույն Աստծո ազնվորությանը։ Ուրեմն այս տեքստը, չէ, ինքը իրականում Տեր Բրահմայի անցած ճանապարհի կուլմինացիան է, չէ, երբ որ ինքը առաջի հայացքից ոնց որ թե այդպես էլի շփոթված նայում էր իր շուրջը, հա, եւ իր գիտակցությունը միտածը բաներ անում էլի։ Մի րոպե կներեք, այդ խոսքը всё-таки նայեմ, հա, ներողություն եմ խնդրում։ Իհարկե։ Միտածը խոսքը դե հաստատ վազելը չի, էլի, մեկ-մեկ այնպեսի բառեր է, լավ։ Հույսով եմ, որ հասկանում եք, չէ՞, ինչի մասն է խոսքը, այսինքն իր գիտակցությունը ինքը սկսեց այստեղ այնտեղ վազվզել, ինչպես իր աչքերն էին 4 կողմը նայում, չէ, որպեսզի ինքը կարողանա հասկանա, թե ինքը ով է, որտեղ է գտնվում, չէ՞։ Եվ դրանից հետո, այսինքն ինքը իր ճանապարհը դա էր, չէ, որ ինքը սկզբից այդպես զարմացած վիճակում, ուրեմն հետ նայեց իր շուրջը, որպեսզի հասկանա ինքը որտեղ է, չէ, եւ իր ճանապարհի վերջը դա նա էր, որ ինքը հասավ ներքին այդ պայծառատեսությանը, հա, ռուսախոսների համար խոսքը ասեմ, որ հասկանալի լինի, վստահ չեմ, որ ճիշտ ինձաբար թարգմանեցի, էլի, это внутреннее прозрение, հա, երբ որ ինքը ներքինից ինչ-որ մի շատ կարևոր ճշմարտություն հասկացավ։ Այստեղ խոսվեց նրա մասին, որ դա այդ իր վերջնական նպատակին Տեր Բրահման հասավ 100 տարի մեդիտացիաներուց հետո։ Հիմա այսպես, արդյոք այդ երբ որ ասվում է այդպես կոնկրետ թիվ, որ 100 տարի մեդիտացիայից հետո Տեր Բրահման ինքը հասավ իր արդյունքին։ Արդյոք դա նշանակում է, որ ցանկացած ազնվորություն ինքը կարող է արդյունքի հասնել միայն այն պայմանում, որ 100 տարի պետք է մեդիտացիա անի։ Չէ՞։ Եվ ասենք այսա հիմա ինչի մասին է խոսում, կոնկրետ թվի, թե ուղղակի մենք պետք է հասկանանք, որ այդ 100 տարին պետք եկավ Տեր Բրահմային, ասենք մի ուրիշ կենդանիակին մի ուրիշ ժամանակ պետք կգա, չէ, այսինքն սա խրոնոլոգիայի մասին է խոսքը, ժամանակի կոնկրետ որոշ հատվածի մասին է խոսքը, թե ուղղակի այսպես էլի Տեր Բրահմային բնորոշ ժամկետ է։ Կարծում եմ, որ ճիշտ մոտեցումը ինքը կայանում է նրանում, որ երբ որ ժամանակն է այստեղ նշվում, չէ, խոսքը գնում է նրա մասին, որ ուրեմն մենք պետք է հասկանանք, որ իրական այդ ներքին բանը, откровение, երբ որ ազնվորությունը ինքը ներքինից ինչ որ շատ կարևոր բաներ է հասկանում, չէ, այդ process-ը ինքը ժամանակ է պահանջում։ Այսինքն դա չի կարող լինի միանգամից։ Հա, որ ասենք միանգամից ես աչքերս փակեցի, խորասուզվեցի մեջ, ինձ մի հատ հարց տվեցի, ասացի, բան, ուզում եմ հասկանամ, ես ով եմ, ու անմիջապես պատասխան ստացա։ Հա, չէ, իրականում դա ժամանակ պահանջող process է։ Սա է կարևոր բանը։ Ինչու է սա կարևոր բան, որովհետև ասենք մարդը երբ որ ինքը խորասուզվում է, չէ, եթե ինքը բան է անհամբեր է, չէ, ինքը երբեք չի կարողանում թույլ տա, որպեսզի process-ը ավարտվի։ Կան այդպիսի մարդիկ, չէ, ասենք ես անձամբ իմ պապիկս անձամբ այդպիսին էր եղել եւ ցավոք սրտի ինքը ընդամենը 63 տարեկան հասակում հենց այդ իր բնավորության պատճառով շատ արագ մահացավ։ Ինչի մասին էր խոսքը։ Ինքը ինսուլտ էր տարել
Եվ բնականաբար իրան ինչ-որ դեղորայք էր նշանակվել, որը ինքը պետք է երկար ժամանակ խմեր, որպեսզի վերականգնվեր։ Մենք շատ արագ հայտնաբերեցինք, որ ինքը չի խմում այդ դեղերը։ Եվ մեզանից թաքցնում էր այդ հանգամանքը։ Եվ երբ որ մենք կշտամբեցինք իրեն, ինքը ասեց, դե հեսա, տեսեք, ես 3 օր խմել եմ, ոչ մի բան չէր օգնում։ Այսա անհամբերությունն է։ Եվ իրականում, այո, իհարկե, մենք ընդհանուր առմամբ նյութական աշխարհի համեմատ կարող ենք սա շատ այսպես հանգիստ ասել սա, չէ՞, որ այն կենդանի էակը, որը ինքը, ուրեմն, ինչ որ մի արդյունքի է ուզում հասնել նյութական աշխարհում, որ նյութական աշխարհում ցանկացած արդյունք ինքը ժամանակ է պահանջում, որովհետև կա նպատակ դնելը, կա process-ը, որի ընթացքում անձնավորությունը ինքը գնում է դեպի այդ նպատակը եւ կա նպատակը իրականացնելը։ Հասկանում եք։ Եվ այս տեսանկյունից, չէ, մենք ուրեմն պետք է հասկանանք, որ այս տեքստը ինքը խոսում է այդ դրա մասին, որ ոչ թե հենց 100 տարի, այլ Տեր Բրահման ինքը համբերատար մտավ իր ներքին աշխարհը եւ հիմա այսպես եւ մնաց այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ որ հասավ իր նպատակին։ Ինքը ուզում էր տեսնել իր գոյության քոքը։ Եվ ինքը այդ քոքը տեսավ։ Դա գերագույն Աստծո անձնավորությունն էր, ինչպես ասեց ինքը տեքստը, չէ՞։ Ուրեմն այդ իսկական ճշմարտությունը տեսնելու, որտեղ այդտեղ երկու բան կա, չէ՞, ներքին աշխարհում, չէ՞, մեր միտքը մշտական մեզ հետ բլբլում է, ես կարող եմ նույնիսկ չասել, էլի, որ խոսում է, որտեղ ինքը մշտական բլբլոցի մեջ է գտնվում, չէ՞, եւ դա ինքնըստինքյան նշանակում է, որ երբ որ անձնավորությունը ինքը մտնում է իր ներս, չէ՞, իրան առաջի հերթին կարող է խաբել միտքը, հետո կարող է խաբել բանականությունը, այսինքն ինքը կարող է միջնշակում խաբել, ինքը կարող է մտքի խոսացածը ընկալել որպես պայծառագիտություն, откровение, էլի, չգիտեմ ոնց ասեմ հայերեն, հա, ինքը այ միտքը կարող է այդպիսի բան անել եւ բանականությունը, հա, բայց երկուսն էլ իրանք սուբյեկտիվ են եւ դրա մեջ պայծառագիտություն չկա, հասկանում եք, այ անձնավորությունը ինքը պիտի կարողանա համ իր մտքի այդ խոսակցության մեջով անցնի, իսկ ինքը կարողանում է հասկանալ, որ ինքը անցավ, երբ որ իր միտքը լռեց, հա, եւ բանականության միջով անցնի, իսկ երբ է բանականության միջով ինքը անցնում է, երբ որ բանականությունը ասում է, մենք հասկացել ենք, որ սա այսպես է, ես արդեն հասկացել եմ, հասկանում եք, ինքը դրանով է խաբում, եւ այդ երկու պատնեշները նյութական, երբ որ կենդանիակը ինքը համբերատար այդ երկուսի մեջով անցնում է, հա, եւ բերում է իրան հավասարակշիռ վիճակ, եթե պատկերավոր ասեմ, ասես բացարձակ անտենա է դառնում, էլի, որպեսզի կարողանա ընկալի իրան նուրբ զգայարաններով ընկալի, թե այս երրորդ աչք կոծվածը, որպեսզի կարողանա ընկալի այդ ճշտամարտությունը, դա անշուշտ ժամանակ է ուզում։ Եվ այդ process-ի մեջ ստաբիլություն, խորը ներքին կենտրոնացում, հա, ուրեմն կենդանիակը ինքը մտնում է խորը ներքին կենտրոնացման մեջ, այդ կենտրոնացումը պահում է ստաբիլ, հա, այնքան ժամանակ, մինչև այդ իրական պայծառագիտությունը ինքը տեղի է ունենում։ Ասվեց, որ այդ մեդիտացիայի վերջում Տեր Բրահման ինքը տեսավ գերագույն Աստծո անձնավորությանը, որը ապրում էր իր ներսում։ Հա? Այսինքն մենք այստեղ տեսնում ենք նաև բանալին։ Հասկանում եք, այս տեքստը ինքը շատ խորը տեքստ է։ Այս տեքստը ինքը ներկայացնում է, թե որ կենդանի էակների առաջ է կանգնում ինքը գերագույն Աստծո անձնավորությունը։
Այսինքն, որ կենթանիակն ենք, որակ երբ որ մենք այսպես աչքերը փակենք եւ փորձում ենք այսպես էլի խորանալ մեր մեջ, չէ՞, մենք այդտեղ դատարկությունից բացի ուրիշ ոչինչ չենք զգում։ Հա, ու այդտեղ միայն մեր մտքի երևակայությունը կարող է մեզ ինչ-որ բաներ ցույց տա, մեկ էլ բանականությունը, ես արդեն խոսեցի դրա մասին, որ այդ երկու շերտերը իրանք կարող են մեզ շեղել եւ խաբել, եթե մենք շտապում ենք։ Այդ ժամանակ մենք չենք կարողանում հասկանալ, որ սա ընդամենը իմ նյութական միտքն էր, իսկ սա էլ ընդամենը իմ նյութական բանականությունը։ Եվ երկուսի պատասխանն էլ ինքը ճշմարտություն իր մեջ չի պարունակում։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն, Գերագույն Աստծո ազնվորությունը, այստեղ մենք հասկանում ենք, որ չի հայտնվում այնպիսի կենթանիակների առաջ, հա, որոնք իրանք չեն կարողանում սպասել եւ չեն կարողանում չշեղվել։ Հա, այ երբ որ ազնվորությունը ինքը ես մեկ-մեկ էսպես մի քիչ նեղված եմ խոսում ժամանակակից մարդկանց մասին այն տեսանկյունից, թե իրանք ինչպիսի բաներ են անում, ասեք, ինչպիսի քայլեր են անում այն տեսանկյունից, որ երկու ժամվա փորձերը, նույնիսկ ոչ թե կենտրոնացումը, այլ փորձերը լինել կենտրոնացված, արդեն հայտարարվում են մեդիտացիա։ Սա մի process է, որտեղ կենթանիակի կեղծ եսը ինքը 100%-ով խաբում է ազնվորությանը եւ ազնվորությունը գնալով իր հպարտության հետևից, հա, հեշտությամբ խաբվում է։ Այստեղ ցույց է տրվում այդ process-ի իրական գինը։ Տեր Բրահման ինքը շատ խորը ներքին կենտրոնացման մեջ մտավ, հա, եւ այդպես չէր, որ կես ժամից հետո իր ոտքը ցաված, մի ժամից հետո թևը քոր եկավ, մի ժամ 15 րոպեից հետո ինքը հիշեց, որ երեխայի համար ինչ-որ բան պիտի աներ, կամ չգիտեմ, սիրած աղջիկը զանգ է սպասում, կամ կինը, կամ ամուսինը, կամ ինչ-որ պարտականություններ կան, նյութական աշխարհում ինչ-որ կապվածություններ, ցանկություններ եւ այլն եւ այլն։ Հենց որ այդ դա տեղի ունեցավ, կենթանիակը ինքը նույնիսկ մոտիկ չի եկել նրան, ինչ որ կոչվում է մեդիտացիա։ Ես նորից եմ կրկնում, իհարկե, առողջության տեսանկյունից, ասենք, միտքը ինչ-որ միջափով ղեկավարելու տեսանկյունից, իհարկե այդպիսի մարդիկ իրենք մեծ արժանիքներ ունեն, որովհետև իրենք իրենց պրակտիկայով խիստ տարբերվում են սովորական մարդկանցից, եւ միտքը, եւ բանականությունը, եւ զգայանները գտնվում են ուղղակի բարձի թողի վիճակում եւ ենթարկվում են միայն բռնությանը։ Հա, շահին կամ բռնությանը։ Այսինքն, երբ որ կենթանիակը ինքը ինչ որտեղ իրան կարող է զսպել կամ ինչ որ մի բանի մեջ կենտրոնացած լինել կամ ինչ որ բան այսպես խորը հետազոտել, միայն եւ միայն, երբ որ ինչ որ նյութական շահ ունի կամ բռնության է ենթարկվել, երբ որ իրան ուղղակի բռնի ուժով պարտադրել են դա անել։ Հասկանում եք, չէ՞։ Մնացած բոլոր դեպքերում, չէ, կենթանիակը, եթե ինքը ազատ է, ինքը շատ արագ շեղվում է նյութական աշխարհի վրա եւ իր ներսում էլ շեղվում է իր նյութական էլեմենտների վրա, մտքի բանականության կեղծ եսի։ Եվ այդպես մնում է խաբված։ Հա? Եվ կարող է, չգիտեմ, ինչ-որ տարբեր զանազան բաներ այդտեղ կարող է տեսնի, որը ընդունում է որպես Գերագույն Աստծո ազնվորության արտահայտությունները։ Ուրեմն այստեղ տեքստը ինքը խոսած նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արտահայտվում է ոչ թե միայն նրա համար, որ կենթանիակը ինքը ուղակի փնտրում էր, որտեղ արտաքին աշխարհում էլ Բրահման ինքը անկեղծորեն փնտրում էր իր հոգը, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի կերպ չարտահայտվեց։ Հասկանում եք։ Եթե հիշում եք, ինքը լսեց միայն մի բառ՝ տապո, գնաց ճգնություններ։
եւ ինքը բարձացավ ճգնություններ անելու համար, չէ՞։ Իսկ այստեղ մենք տեսնում ենք, որ այդ արդյունքի ինքը հասավ, ոչ թե որովհետեւ ինքը փնտրում էր, այլ որովհետեւ ինքը կարողացավ սпасել առանց ատվիկայես ոնց բան չանելով էլի չշեղվելով, հա, չշեղվելով ինքը կարողացավ սпасել, հա, եւ դրա դիմաց ինքը հայտնաբերեց, այսինքն գերագույն աստվածավորությունը թույլ տվեց, որպեսզի Բրահման ինքը տեսնի նրան իր սրտի մեջ։ Այստեղ շատ կարևոր է այն ակցենտը, որը ունի տեքստը, հա, այսինքն որ գերագույն աստվածավորությունը ինքը չէր երևում, ոչ թե որովհետև ինքը չկա, այլ որովհետև Բրահմայի տեսողությունը ինքը մաքրված չէր։ Հասկանում եք, որովհետև գերագույն աստվածավորությունը, չէ, եթե մի րոպե ես մի հատ բասլովնի բանում նայեմ, հա, գերագույն աստվածավորությունը ինքը քննարկվեց որպես բան, չէ, ասեք, անիդրա նշանակում է, որ ինքը գիտակցող է, միշտ ներկա, այսինքն ինքը միշտ եղել է Բրահմայի սրտի մեջ, բայց Բրահման ինքը չէր տեսնում, երբ որ ինքը հենված էր իր նյութական բանականության վրա, ինքը չէր կարողանում տեսնել, այ երբ որ ինքը հենվեց մեդիտացիայի վրա եւ խորապես լուրջ մտավ իր ներսը, չէ, եւ համբերատար սпасեց, այդ բան էլի ուժեղ կենտրոնացման մեջ, ստաբիլ եւ համբերատար սпасեց գերագույն աստվածավորությունը ինքը, այսինքն իր տեսողությունը այդ ընթացքում, երբ որ ինքը ստաբիլությունն էր պահում, հա, ոչ թե գերագույն աստվածավորությունն էր ստիպում, որ ինքը արտահայտվի, գերագույն աստվածավորությունը որտեղ կար, այդտեղ էլ կար, հա, մաքրվում էր իր տեսողությունը այդ դրա հաշվին, որ ինքը կարողանում էր իր պրակտիկան պահել ստաբիլ, հա, այսինքն ինքը հա մի կետի կոպիտ որ ասենք ինքը իր ներսում հա մի կետի էր նայում, չէ, ու քանի դեռ ինքը ինչքան ավելի կենտրոնացած էր այդ կետին նայում, այդքան ավելի էր, ոնց ասեմ, էլի պրաբիվալ, այդքան ավելի էր բացում այն շղարշը, որը իր աչքերի առաջ փակում էր Աստծուն։ Եվ այդ որ ինքը տեսավ գերագույն աստվածավորությանը, դա խոսում է նրա մասին, որ իր տեսողությունը մաքրվեց, ոչ թե գերագույն աստվածավորությունը հայտնվեց իր սրտում։ Հոգեբանական տեսանկյունից, որպեսզի մենք հասկանանք, թե ինչպիսի հոգեբանության մեջ էր գտնվում Տեր Բրահման, որի հետևանքով ինքը հասավ այդ փորձին, որ տեսավ գերագույն աստվածավորությունը, չէ, ուրեմն մենք կարողանում ենք տեսնել, որ դա այն հոգեբանությունն էր, որը Բրահման ինքը շատ հասուն եւ շատ խորը մեդիտացիայի փորձ անցավ, չէ, որն էր դա ներքին աշխատանքներ, որտեղ Տեր Բրահման ինքը ցուցաբերեց ստոյկոստ, կներեք էլի ես ամեն անգամ չեմ բանանում, որ ամրություն, հա, ինքը ցուցաբերեց ներքին ամրություն, ես ուղղակի սովորություն չունեմ պատրաստվել դասախոսությանը եւ միշտ խոսում եմ հենց հիմա, հենց այս պահին։ Դրա համար, ասենք, այդ բառերը նախորոք չեմ նայում, էլի, որ այդտեղ այս բառը կա կամ այն բառը կա, դա հայերեն ոնց կլինի, ու կներեք, որ այսպես ժամանակ եմ խլում, մինչև բառեր եմ նայում։ Հա, ուրեմն Տեր Բրահման ինքը հասուն մեդիտացիայի փորձ անցավ, որը ինքը նշանակում էր, որ ինքը
ներքին աշխատանք տարավ, հա, այդ աշխատանքը ինքը տարավ այդ բանի ամրության տրամադրության մեջ, հա, շատ ամուր տրամադրություններով, ասասան, հա, ինքը կարողացավ բանանի էլի իր ուշադրությունը պահի իր սրտի մեջ, չէ՞, եւ այդ ամեն ինչը բերեց իրան նրան, որ ինքը հանդիպեց Գերագույն Աստծո ազնվորությանը, հա, այսինքն այստեղ այդ process-ն է նկարագրվում, թե ինչպես է կենդանիակը ինքը անցնում իր մտքից դեպի իր սիրտը եւ այդ ընթացքում ինքը իր ինֆորմացիոն գիտելիքից, հա, անցնում է այն ճանապարհը, որ գալիս է դեպի հայտնության, այսինքն откровение, երևի ճիշտ է, չէ՞, այս բառը, հայտնության, հա, եւ այդ անալիզի process-ը ինքը կանգնացնում է եւ սովորում է ուղակի դիտել, հա, որ սազերծած, այսինքն տեսեք, ես այս բաժակը, չէ, կարող եմ նայել եւ սկսել մտածել իր շուրջ, որ ասենք ինքը, այսպես որ ձեռք եմ տալիս շատ սահուն բան ունի, поверхность, հա, սառն է, ունի բան, объем, այսինքն իր մեջ կարելի է ինչ-որ բան լցնել, եւ այլն, չէ, եւ այդ անալիզը անելով ես կարող եմ եզրակացություն անեմ, թե այս առարկան ինչի մեջ կարող է օգտագործված լինել։ Երբ որ մենք խոսում ենք այդ ներքին սազերծանյայի, որ ինքը դիտում է, չէ, կենտրոնացած, ինքը անալիզ չի անում, սա ինչի համար է, ինքը ուղղակի կենտրոնացած նայում է այս բաժակին, հա, եւ ինչ հասկացողություն կգա, այդ հասկացողությունն էլ կգա, սա անալիզից դուրս, չգիտեմ, կարողացա բացատրեմ, թե ինչ եմ ասում, չէ, ուրեմն երբ որ ազնվորությունը ինքը ներքին աշխարհում ճշմարտություն է փնտրում, ինքը իր ներքին աշխարհը անալիզ չի անում, ինքը ուղղակի կենտրոնացած նայում է ներս, հասկանում եք, եւ այդ ժամանակ, չէ, ինքը այդ կենթանի գերագույն այրան ներսում կենթանի Աստծուն է հայտնաբերում, հասկանում եք, որին չի կարելի տեսնել, որին չի կարելի հայտնաբերել, ուղղակի ինչ-որ բան, էլի, այս ինչը զգացի, զգացմունքների հիմքի վրա, կամ ինտելեկտի հիմքի վրա, այսինքն բանականության հիմքի վրա, Գերագույն Աստծո ազնվորությունը ոչ նյութական մտքին է ենթարկվում, ոչ էլ նյութական բանականությանը, հա, բա ինչին է ինքը ենթարկվում։ Ու տեսեք, այստեղ գալիս է մի բառ, որը ինքը շատ կարևոր է մեդիտացիայի մեջ, հա, ինքը ընկալվում է միայն ներքին լռության շնորհիվ, եւ այդ լռությունը պետք է լինի շատ երկար, ինչի համար, որպեսզի կենդանիակը ինքը հաստատի իր վճռականությունը, հասկանալ ճշմարտությունը, ասենք աստվածամերժերը իրանք միշտ պահանջում են, որ իրանք միած սենց անեն, Աստված գա իրանց առաջ կանգնի, որ իրանց ապացուցի, որ ինքը կա, այդպիսի process գոյություն չունի, գիտեք, այստեղ ես հաստատ չեմ կարողանա հայերեն ասեմ, հազար անգամ կներեք, բայց պիտի ռուսերեն ասեմ, он не такая дешевка, որ ամեն մեկի այս ճտոցից գա ու կանգնի, մենք սա պիտի հասկանանք, թե մենք ում մասին ենք խոսում, չէ, ուրեմն երկու պայման կա, Գերագույն Աստծո անձնավորության ներկայությունը ներսում զգալու, առաջինը դա ներքին լռությունն է, երկրորդը դա բաց սիրտը, հասկանում եք, եւ երբ որ կենդանիակը ինքը այդ երկու վիճակները ունի, դա է այն բարենպաստ դաշտը, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հասկանում է, որ այս կենդանիակը ինքը պատրաստ է հանդիպել իր հետ, հասկանում եք, չէ, հիմա ուրեմն, եթե մենք արդեն սա հոգեբանական վիճակի մասին խոսանք,
հպարտությունը։ Եթե մենք տեքստը նայում ենք, թե ինքը ինչ սրտի արատների հետ է աշխատում, այսինքն անարդարիվրիտի process-ը աշակերտներիս համար, հա, այդ անարդարիվրիտի բառակապակցությունը հիշեք, էլի դա սրտի մաքրագործման process-ն է։ Մենք Բhagavatam-ը դիտարկում ենք հենց այդ տեսանկյունից, հա։ Ուրեմն, երբ որ այդ սրտի մաքրագործման տեսանկյունից ենք տեքստը նայում, չէ՞։ Ինչ է դիտարկում այս տեքստը։ Այս տեքստը առաջին հերթին աշխատում է գիտելիքից ծնված հպարտության հետ։ Հասկանում եք։ Այսինքն Տեր Բրահման ինքը ամենաբանական անձնավորությունն էր այս նյութական աշխարհում։ Եվ ինքը հիմք ուներ հպարտ լինել իր այդ ունակությունով, չէ՞։ Բայց ինքը չկարողացավ հասնի իր նպատակին, երբ որ կիրառեց իր այդ էլի ընկալելու եւ ճանաչողականություն զարգացնելու կամ հասկացողություն զարգացնելու ունակությունը։ Հա։ Երկրորդը դա ուրեմն բանն է, որ դուրս է գալիս այդ հաջորդ կեղտոտվածությունը, որ գերագույն Աստծո անձնավորությունը կարելի է ճանաչել զգայարանների միջոցով, նյութական զգայարանների, այսինքն նյութական աչքերով տեսնել, նյութական ականջով լսել, հա, նյութական զգայարանների միջոցով գործ ունենալ գերագույն Աստծո անձնավորության հետ։ Սա անհնար է։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ընկալվում է միայն այն ժամանակ, երբ կենդանեակի հոգևոր զգայարաններն են զարթնում, չէ՞։ Եւ այս տեքստը ինքը կենդանեակին, եթե ինքը լուրջ է նայում, թե Տեր Բրահման ինքը ինչ համբերությամբ ընդհանրապես մտավ այդ վիճակի մեջ եւ 100 տարի կենտրոնացած մնալուց հետո հասավ իր նպատակին, չէ, ապա մեր մեջից պետք է որ դուրս գա այդ անհամբերության բանը, տրամադրությունը, հա, եւ այդ մենտալի, այսինքն մտքի բանը էլի, неустойчивость, երբ որ միտքը ինքը հաստատուն չի, հա, եւ ինչի հաշվին ենք մենք դրանից ազատվում, Տեր Բրահմայի օրինակի, որտեղ ինքը մեզ ցույց տվեց այն խոնար համբերությունը, որի մեջ ինքը մտավ մեդիտացիայի մեջ, չէ՞, եւ այն հաստատակամությունը, որով ինքը շարունակեց մնալ այդ վիճակում, մինչև իրական հոգևոր տեսողությունը չբացվեց եւ ինքը չկարողացավ տեսնել Աստծուն։ Եվ դա չի արվում, հասկանում եք, դա չի արվում ոչ մի րոպեվա մեդիտացիայով, ոչ 2 օրվա մեդիտացիայով, նույնիսկ ոչ մի շաբաթվա։ Եթե նույնիսկ անձնավորությունը ինքը կարողանա մտնի մեդիտացիայի մեջ եւ մի շաբաթ անց անշարժ նստի, ինքը հատկապես աստվածամերժության դարաշրջանում, երբ որ կենդանեակները տեղից էլ էլի ինչ որ եսի ինչ հնարավորությունների տեր չեն, դա անհնար process է։ Հա, եւ այս 3 բանի տեղը, այսինքն հպարտությունը, գիտելիք զարգացնելու հպարտությունը, որ ես կարող եմ հասկանամ Աստծուն, չէ՞, զգայարանների միջոցով ընկալելու հույսը, նյութական զգայարանների եւ անհամբերությունը, չէ՞, կամ էլ այդ էլի մտքի անկայունությունը, երբ որ այդ դա դուրս է գալիս, իրանց փոխարեն գալիս է մաքուր գիտակցությունը, հա, որի մեջ եւ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հայտնվում է հիմա շատ կարևոր կետ, անձամբ այդ անձնավորության համար։ Եվ հայտնվում է ոչ թե որպես ինֆորմացիա։ Հասկանում եք, այս սա է էլի, որ տեսեք, ասենք, որպեսզի մենք համոզվենք Աստծո գոյության մեջ, չէ, մենք ինչ-որ այդպիսի պրետենզիա ունենք, որ Աստված ինքը պիտի այստեղ, հիմա հենց հիմա պիտի իջնի եւ բոլորս պիտի իրան տեսնենք։ Իսկ Աստված ինքը ասում է. ինձ կարող են տեսնել միայն մաքուրները։ Եվ սա շատ է, չէ, բարդացնում։ Տեսեք, ես միշտ շատ մեծ ուշադրություն եմ դարձնում, չէ, որ մեր ժամանակներում ինքը կեղծարարությունը ահավոր մեծ տարածություն ունի, այսպես տարածում ունի, որ այդ անձնավորությունները իրանք ահավոր աննկարագրելի խորամանկ են, հա, եւ
իրենք ամեն ինչ կարողանում են դասավորել այնպես, որպեսզի սևացնեն իրական մաքրություն կրողներին, հա, որովհետև դա իրանց համար իրանց հացի, ջրի, իշխանության, չգիտեմ, փառքի, եսի միջի մասին է, չէ՞ խոսքը գնում, ոչ մեկ չի պատրաստվում, դա հենց այնպեսի չի, շատ թեժ, դաժան պայքար է այդտեղ գնում, հասկանում եք, եւ այդ ամեն ինչի մեջ, չէ՞, այդ մեր սպասողությունը, որ ինքը պիտի հայտնվի, այստեղ լրիվ ուրիշ բանի մասին է խոսքը։ Հայրացիները իրանք ասում են ոչ, դա այդպես տեղի չի ունենում։ Ամեն կենդանի էակ ինքը հաստատվում է իր մաքրության մեջ, եւ երբ որ ինքը հաստատվում է մաքրության մեջ, մաքուր կենդանի էակի առաջ գերագույն Աստծո ազնվորությունը այս կամ այն կերպ արտահայտվում է։ Երբ որ ինքը արտահայտվում է, այդ անձնավորությունը այլևս վստահ է։ Ասենք ոնց որ ես հիմա, չգիտեմ, այսա տեսնում եմ, չէ՞։ Ինձի, բայց կարող է պատահի, օրինակ ասենք, դուք Աստված հերոպայի կարոտ պահի ինչ որ մեկը կույր է, եւ ինքը սա չի տեսնում։ Երբ որ ես սա տեսնում եմ, ինձի կույրը կարող է համոզել, որ ես սա չեմ տեսնում։ Չի կարող, չէ՞։ Իսկ կույրը կարող է հասկանալ, թե ես ինչ եմ տեսնում։ Ինչքան էլ ուզում է ես բացատրեմ, եթե չտամ որ շոշափի։ Իսկ ես Աստծուն չեմ կարող, չէ՞, տամ որ շոշափի։ Այստեղ գալիս է այդ հակասությունը։ Հիմա տեսեք, այս դաշտը ինքը դարձավ ահռելի սպեկուլյացիաների, այո, ինչու ոչ, աֆերիզմի, կեղտոտությունների, խաբեությունների դաշտ, որ ամեն տեղից վեր կացողը ինքը կարող է այնպես իրեն ներկայացնել եւ հայտարարություններ անել, հա, որ Աստված ինքը գալուստիկով, չգիտեմ, կոստյումով տղամարդ է, որ հոգին ինքը սև կետ է, որ չգիտեմ ինչ, չէ, եւ մարդիկ հազարներով հավատում են այդպիսի մարդկանց։ Հա? Խաբված ուզողներ, նրանք ովքեր ուզում են լինել խաբված, լինում են խաբված, նրանք ովքեր ճշմարտություն են ուզում, նրանց ճշմարտություն է տրվում։ Եվ ճշմարտություն ուզողները միշտ շատ քիչ են Աստվածամեժության դարաշրջանում։ Տեսեք օրինակ, երբ որ մենք խոսում ենք արիացիների դարաշրջանի մասին, այսինքն երբ որ արիացիների քաղաքակրթությունը կա, չէ՞, այնտեղ մենք պարզ տեսնում ենք, որ արիացիները իրենք հենց այդպես էլ նկարագրում են, որ Տեր Վիշտուն կիստ աստվածների հետ գալիս էր զոհագործությունների, ուրեմն արենա։ Ինչու՞։ Որովհետև այնտեղ հավաքված էին արիական քաղաքակրթության մեջ հավաքված էին առաքինի կենդանեակներ, այսինքն այն կենդանեակները, որոնք իրանք գոնե այնպիսի մաքրություն ունեին, որ նյութական աշխարհի արարչին կարող էին տեսնել։ Եվ ես դա միշտ ասում եմ, հիմա էլ եմ ասում, ասել եմ եւ ասելու եմ մինչեւ իմ վերջի շունչը։ Արիացիների քաղաքակրթությունը դրանով էր տարբերվում։ Իրանք երբեք կրոնական մարդուն չէին ասում հավատացյալ։ Իրանք ասում էին կրոնական մարդ։ Մարդ, որը ճանաչում է Աստծուն եւ ընդունում իրան, այլ ոչ թե հավատում է, որ ինքը կա։ Հասկանում եք, արիացիների դարաշրջանում Աստված ինքը գալիս է։ Ուզում ենք հավատանք, ուզում ենք չհավատանք, դա միակ քաղաքակրթությունն է, որը հանդգնում է այդպիսի հայտարարություն անի, որ իր մեջ ապրում էին կենդանեակներ, որոնք իրենք կապ ունեին գերհոգու հետ, սրտի մեջ, որ իրանց մեջ ապրում էին, որ իրանց մոտ գալիս էին Աստված եւ կիսաստվածները, եթե կային այնպիսի քրմեր, որոնք կարող էին հրավիրել իրանց, մենակ իրանք են, որ հանդգնում են այնպիսի բաներ ասել։ Հասկանում եք, մնացած բոլորը ուղղակի հիմա հորինել ենք, ասում ենք, դուք էլ հավատացեք, վերջացան գնաց։ Հասկանում եք, չէ՞, եւ ուրեմն այս տեքստը ինքը այդ խնդիրներն է լուծում, չէ՞, եւ այսա է, որ որպեսզի գերագույն Աստծո ազնվորությունը ինքը հայտնվի որպես անձնական откровение, չէ՞, այդ դա ինքը տեղի ունենում միայն այն դեպքում, երբ որ կենդանեակի գիտակցությունը մաքրվում է։ Ինչի հաշվին է մաքրվում, մենք ձեզ հետ քննարկեցինք։
Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, երբ որ մենք արդեն ասենք խոսում ենք այս տեքստի մասին, անպայման պետք է խոսենք, թե իսկ ինչ կարելի է չստանալ։ Մենք խոսացինք, թե ինչ կարելի է ստանալ այս տեքստից, եթե մենք ուշադրություն ենք դարձնում Բրահմայի կողմից անցած process-ի վրա, չէ՞։ Իսկ ինչպես կարելի է այս տեքստը հասկանալ սխալ։ Ուրեմն սխալ ընկալումը դա նա է, որ առաջի հերթին մենք կարող ենք ուղղակի ընդունել, որ այստեղ ասվեց, որ Տեր Բրահման ինքը 100 տարի է մեդիտացիա արել, դա նշանակում է, որ ցանկացած ազնվորություն ինքը պիտի կարողանա 100 տարի մեդիտացիա անի։ Հա? Եվ եթե ինքը դա չի կարողանում անի, ուրեմն ինքը Աստծուն չի կարող տեսնել։ Բայց մենք ասեցինք, որ 100 տարին դա Բրահմայի համար էր։ Միտքը ինքը կայանում է նրանում, որ այո ժամանակ է ուզում եւ ամեն մեկի մոտ տարբեր ժամանակ։ Հա? Եթե հիշում եք, մենք ունենք Նարադայի օրինակը, չէ՞, որը ինքն էլ իր կյանքն էր պատմում, որ ինքը ընդամենը մի քանի օր նստեց մեդիտացիայի մեջ, այնպես ինչպես իրան սովորեցրել էին բրահմանները, եւ ինքը գիրակույտ Աստծո ազնվորությունը տեսավ։ Հա? Եվ այստեղ երբ որ ժամանակի մասին է խոսվում է թե այդ ժամանակի որակի մասին, այլ ոչ թե նրա երկարատևության, որովհետև խոսքը գնում է կենտրոնացման խորության մասին, նվիրվածության հասունության մասին, այդ դա էր այն գործոնը, որը ժամանակ էր ուզում, որպեսզի դա կայանա, որ ազնվորությունը ինքը կարողանա տեսնի գերագույն Աստծո ուրեմն ազնվորությունը։ Երկրորդ տեքստը, երկրորդ իմաստը, որը կարող ենք սխալ հասկանալ այս տեքստում, դա նա է, որ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արտահայտվում է համաձայն կենդանի էակների արժանինքների։ Բայց այստեղ ասվեց, չէ, սանսկրիտ լեզվով խոսք ասվեց, չէ, ատմաբհակտե, այսինքն դա ինչ է նշանակում, չէ, որ ինքը բացվեց ոչ թե որովհետև Բրահման ինքը արժանացավ, այլ ինքը բացվեց, որովհետև Բրահման ինքը նվիրվածություն ցուցաբերեց, այդ որ ինքը մնում էր կենտրոնացված, ինքը դա ոչ թե ասկեզա էր, այլ ինքը թեմային նվիրվածություն էր ցուցաբերում, եւ դրա դիմաց կստացավ Աստծո հայտնությունը։ Հասկանում եք։ Ուրեմն, այստեղ մենք կարողանում ենք հասկացողություն զարգացնել, որ իրականում այն գիտելիքը, որը մենք ստանում ենք արտաքինից, մեր արտաքին զգայարանների միջոցով, ապրաբոտկա անելով նյութական մտքի կողմից, հասկացողության գալով նյութական բանականության կողմից, հա, այդ process-ները իրանք չեն տալիս հնարավորություն տեսնել գերագույն Աստծո ազնվորությանը։ Տեսողությունը, որի միջոցով կարելի է տեսնել գերագույն Աստծո ազնվորությանը, ինքը պահանջում է, ոնց ասեմ, ինքը պահանջում է սրտի մեջ լռություն։ Հասկանում եք։ Եվ գալիս է որպես հենց Աստծո կողմից տված շնորհ։ Հա? Եվ այ ամեն մարդ, չի ասենք, չէ որ մենք ինչ որ մեզ հետ պատահում է, մենք մեր մտքում մշտական կռիվ ենք անում այդ սիտուացիաների հետ, եթե այդ սիտուացիաները իրենք մեր համար շատ բարդ են եղել, չէ՞։ Եվ այդ դաշտում, չէ՞, մեզանից ամեն մեկը իրեն կարող է այդ հարցը տալ։ Իսկ երբևիցե եղել է այնպես, որ ես տալիս եմ Աստծուն հարցը, հա, եւ մտնում եմ վստահության ու ներքին լռության դաշտ։ Առանց այդ մտքով մշտական պատասխան պահանջելով, այլ լռության, վստահության եւ սպասողականության դաշտ։ Հասկանում եք։ Եվ այդտեղ է, այդ ունակության մեջ է, որ գոյություն ունեն այն ազնվորությունները, որոնք իրանք
ստանում են այն, ինչ որ մենք երևի հայերեն կոչում ենք լուսավորվածություն, այսինքն просветленность։ Հասկանում եք։ Եվ այս տեքստը ինքը այդ ճանապարհի կամ այս տեքստերը իրանք այդ ճանապարհի մասին են խոսում, չէ՞։ Ուրեմն 21-րդ տեքստը ինքը շարունակում է 17-րդ տեքստում սկսած խոսակցությունը, չէ՞, որտեղ, ասենք, մենք տեսանք, որ 21-րդ տեքստում Տեր Բրահման ինքը վերադարձավ Լոտոսի վրա, որպեսզի վերականգնի իր մեդիտացիան, չէ՞։ 21-րդ տեքստում Բրահման ինքը ինչ որ, այսինքն այդ տեքստը ինքը Բրահմայի որոշման տեքստն էր, որ ինքը ինչ որ որոշումներ կայացրեց։ Եւ 22-րդ տեքստը դա արդեն այն արդյունքն էր, որին Բրահման հասավ, երբ որ ինքը ուրեմն այդ որոշումը սկսեց իրականացնել։ Եվ այն արդյունքը, որին ինքը հասավ, ֆանտաստիկ է մեր համար։ Հասկանում եք, ինքը տեսավ Գերագույն Աստծո ազնվորությունը։ Եվ ինչպես միշտ հաջորդ տեքստերում ուրեմն Մայթրեյա Մունին ինքը կսկսի նկարագրել, ինքը կսկսի նկարագրել, թե ինչպիսին էր այն ազնվորությունը, որին Տեր Բրահման տեսավ։ Ինչու համար, որովհետև սա շատ կարևոր թեմա է, մենք տեսնում ենք, որ արիացիները կամ Բhagavad-ը, արիացիների բոլոր սուրբ գրվածքները իրանք այսպես պարբերաբար վերադառնում են Գերագույն Աստծո ազնվորության նկարագիրը տալու մեզ, չէ՞։ Եվ այդ նկարագիրը, երբ որ իրանք տալիս են, մենք կամաց-կամաց, առաջի հայացքից դա մեզ համար անսովոր է, իհարկե անսովոր է, որովհետև մենք սովոր ենք Աստծո մասին մտածել միայն այն տեսանկյունից, որ ինքը հզոր արարիչ է, եւ իր գլխավոր զբաղմունքը դա նյութական աշխարհում ապրող կենդանիակների խնդիրների լուծումն է։ Եվ այդ տեսանկյունից իհարկե մենք մեզ համար անսովոր կերպար ենք ստանում, որովհետև արիացիները խոսում են երիտասարդ Աստծո հմայիչ, անասելի գեղեցկության Տեր, նուրբ, զգայուն, զգացմունքային Աստծո մասին, որը իհարկե մեր համար, հոգեբանության լեզվով ասած, այդ ռազրիվ շաբլոնը, չէ՞, մեր բոլոր պատկերացումները ջարդվում են, բայց չէ՞ որ այն բոլոր պատկերացումները, որը մենք կազմել ենք Աստծո մասին, մենք դա արել ենք սեփական երևակայության հիմքի վրա։ Ոչ մի սուրբ գրվածք չկա, որը մեզ ներկայացրել է Աստծո կերպարը։ Սա փաստ է, չէ՞։ Եվ ինքը այդ փաստը ինքը այսպիսին է, որ միտեղ դա ուղղակի բռնությամբ է որոշվում։ Կվառենք, եթե անկած խոսացիր, որ որևիցե մեկը Աստծուն տեսել է, Մյուստեղ մի քիչ ավելի փափուկ դրսևորումներ, ինչ ուզում ես երևակայի։ Դե եթե ասվում է, որ ինքը հայր է, եթե ասում է, որ ինքը հոգատար է, եթե ինքը ասվում է, որ ինքը իմաստուն է եւ ամենաառաջինն է, բնականաբար դու կարող ես քո պատկերացումների մեջ մտցնել, որ ինքը ծերունի է։ Մենք այդ բոլոր թեմաները քննարկել ենք, չէ՞։ Եվ մենք հիմա եւս մեկ անգամ կքննարկենք, թե ինչ տեսավ Տեր Բրահման, եւ մենք տեսնում ենք, որ ոչ մի ուսուցիչ երբեք չի շրջանցում այս թեման։ Ինքը շատ որոշակի եւ բոլորը իրենք նկարագրում են նույն ազնվորությանը։ Այլ ոչ թե այդպես, որ մեկը ծառի մեջ կրակ տեսավ, ասեց սա է Աստված, այն մյուսը գալստիկով պիջակով տղամարդ տեսավ, ասեց սա է Աստված, այն մեկը եսի միջով լրիվ ուրիշ բան տեսավ, ով ինչ ուզում խոսում է ընդհանրապես, թե Աստված ինքը ինչ կերպար ունի, չէ՞։ Բայց այդ բոլոր խոսակցությունների մեջ շատ պարզ երևում է, թե որ գաղափարը եւ որ նկարագիրն է ինքը նյութական։ Եվ նյութական մտքի կամ ամենաշատը նյութական բանականության հորինվածք։ Հասկանում եք։ Եվ այստեղ մենք արդեն տեսանք, որ եթե առաջի տեքստերում Տեր Բրահման ինքը փնտրողի դերում էր, ապա այստեղ մենք արդեն տեսանք Տեր Բրահմային որպես կամ բանականությանը, այն բանականությունը տեսանք, որը ինքը արժանի էր տեսնել։ Հասկանում եք։ Մենք պիտի հասկանանք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ինչ որ
փիլիսոփայական միտք ունեցող անձնավորությունների կողմից հորինված իդեա չի։ Ինքը կենդանի անձնավորություն է, որը ինքը կարող է, որը ինքը արտահայտվում է եւ տեսանելի է դառնում միայն այն կենդանի էակի սրտում, որը մաքրված է նվիրվածությամբ։ Եվ հիմա ամենակարևոր տրամադրությունը։ Այն կենդանի էակները, որոնք իրենք ռեալ կապ ունեն գերագույն Աստծո անձնավորության հետ, սովորաբար իրենք դա հատկապես, որովհետև տեսեք, կենդանեակը ինքը որ մաքրագործվում է, չէ, առաջին բանը, որ ինքը զարգացնում է, դա իմաստությունն է։ Ինքը իմաստության շնորհիվ է կարողանում հրաժարվել այս աշխարհից, իսկ մաքրագործում առանց այս աշխարհից հրաժարվելու չի լինում։ Հասկանում եք, կենդանեակը իր ներսում, երբ որ արժեզրկում է նյութական աշխարհը, արդեն պարզ տեսնելով, որ այս նյութական աշխարհում չկան այնպիսի օբյեկտներ, որոնք իրենք իրանից սկսած, իմ սեփական մարմնից սկսած, ոչ մի բան արժանի չի հավատարմության, չգիտեմ, ուշադրության, կապվածության, ինչու՞, որտեղ այս ամեն ինչը ժամանակավոր է եւ թերի, իհարկե ժամանակավոր է եւ թերի։ Նյութական ամեն ինչը, կեղծ եսը, միտքը, բանականությունը, մարմինը, նյութական օբյեկտները բոլորը ժամանակավոր են եւ թերի։ Հա, եւ այդ հրաժարվածությունն է, որ կենդանեակին մաքրագործում է նյութական աշխարհի հանդեպ կապվածությունից, եւ հենց այդ կապվածության բացակայությունն է, որ կենդանեակը կարողանում է մտածել բարձր գերագույն Աստծո անձնավորության մասին, օրինակ, լուրջ մտածել։ Հասկանում եք, եւ այդ process-ների մեջ է, որ կենդանեակը ինքը ձեռք է բերում Աստծուն։ Հիմա ինքը ձեռք է բերում Աստծուն եւ ինքը իմաստուն է։ Հա? Եվ ինքը շատ լավ գիտակցում է, որ այդ եթե ինքը հիմա դուրս գա եւ սկսի գոռալ, որ գիտեք, ես Աստծուն ճանաչում եմ, հա? Իրան կամ խելագար կհայտարարեն, կամ չգիտեմ, կվառեն, կամ չգիտեմ, միտեղ կսպանեն, կամ եսի ինչ կանեն, ոչ մի լավ բան դրանից դուրս չի գա։ Որովհետեւ անկեղծությունից զուրկ կենդանեակները հավատում են միայն իրենց նմաններին։ Նրանք, ովքեր որ անկեղծ ճանաչողականություն ունեն, իրենք հասկանում են, որ պիտի շատ խորը թաքնվեն այս աշխարհում։ Եվ իրանք այդ կապը, արդեն ռեալ կապը, իրանք թաքցնում են, իհարկե, եւ ամենաշատը չեն սիրում դրա մասին խոսել։ Ինչքան մարդը ավելի շատ է դեմոնստրացիա անում, որ ինքը Աստծո հետ ինչ-որ խորհրդավոր կապ ունի, չէ՞։ Եթե ես փափուկ ասենք, էլի, այդքան այդ հայտարարությունը ճշմարտությունից հեռու է։ Որովհետև նրանք, ովքեր իրոք ճանաչում են Աստծուն, իրանք ունեն այդ կոնֆիդենցիալ զգացմունքը, որ այսա ինչը որ ինձ տրվեց տեսնել, ինչը որ ինձ տրվեց հասկանալ, հա, այս սրա մասին, իմինը սրա մասին, ոչ թե ընդհանուր առմամբ Աստծո մասին փիլիսոփայելու, այլ իմինը այն, թե ես իմինը ոնց ինչ ունեմ Աստծո հետ կապված, այդ դրա մասին ոչ մեկի հետ չի կարելի խոսել։ Եվ եթե անձնավորությունը ինքը խոսում է այդ թեմայով, սովորաբար դա նշանակում է, որ այսպես ասեմ, կամ այդ կապը ընդհանրապես գոյություն չունի, կամ ինքը ինչ-որ մի կապ է զգում, որը Աստծո հետ կապ չունի։ Ինչ-որ կապ զգում է, բայց դա իրական Աստծո հետ կապ չունի։ Իրական Աստծո հետ կապվածությունը դա շատ կոնֆիդենցիալ է, եւ այստեղ այդ որ տեսավ սրտի մեջ, այսինքն դա միայն իր համար էր նախատեսված։ Հասկանում եք, եւ իմաստուն հոգին ինքը դա հասկանում է, որ եթե իրան շրջապատող մարդիկ նույնպես, կներեք, այստեղ գոռոզ խոսք պիտի ասեմ, էլի, նույնպես արժանի էին Աստծուն տեսնելու, իրանք նույնպես իրանց սրտում իրան կտեսնեին։ Իսկ եթե չեն տեսնում, ուրեմն իրանց հետ դրա մասին խոսալը փառասիրությունից բացի ուրիշ ոչ մի հիմք չի կարող ունենալ։
Հասկանում եք, որտեվ իմաստունը ինքը գիտակցում է, որ ոչ մի իմաստ չունի խոսել մի բանի մասին, որը ես տեսնում եմ կույրի հետ։ Օրինակ համար ես ինձ չեմ ասում էլի, ընդհանրապես եմ օրինակ բերում։ Հասկանում եք, որ դրա համար իրական Աստծո տեսնողը ինքը դրա մասին պրակտիկորեն չի խոսում։ Հա, որտեվ ինքը այդ դա գիտի, որ ոնց որ ինքը 5 րոպե առաջ չէր տեսնում Աստծուն։ Այդտենց էլ իր դիմացի կանգնածը մինչև հիմա շարունակում է լինել այն, ով չի տեսնում։ Եվ ինքը իր մեջ լավ գիտի, ինքը ինչ ճանապարհ է անցել, որ տեսել է Աստծուն։ Հասկացեք, դա այդպես չի լինում, էլի, որ մեկ-մեկ ասում են, բան, ամուսինս ես մի հատ անձնավորություն գիտեի, որ ինքը այդպես է։ Ամուսինս ինձ դավաճանեց, երբ որ ես իմացա, որ ինքը ինձ դավաճանել է իմ մոտիկ ընկերուհու հետ, ես ուշաթափվեցի ինկա։ Երբ որ վեր կացա, ես զորություն ունեի, այսինքն, բան, շնորհք ունեի արդեն, կարող է հետո ինքը այդպես նայող է դառնում, հա, դրա հետևանքով, եւ այդտեղ տեսա, որ Աստված ինքը գալստիկով, կոստյումով տղամարդ է։ Այդպիսի process, հասկանում եք, գոյություն չունի, նյութական, ինչ որ տրփանքի հետ կապված ստրեսից հանդիպել Աստծուն, այդպիսի process գոյություն չունի։ Գոյություն, այդ մենք տեսնում ենք արիացիների ստանդարտը, միայն մաքրության, միայն լուրջ ներքին կենտրոնվածության, համբերատար սպասումների արդյունք կարող է լինել դա, որ գերագույն Աստծո անձնավորությունը արտահայտվի ինչ-որ մեկի մեջ։ Եվ ես նորից եմ կրկնում, որ այդպիսի անձնավորությունը ինքը լավ գիտի, ինքը ինչ գին է վճարել, որ հանդիպել է Աստծուն։ Եվ ինքը շատ լավ գիտի, որ իր դիմացինը այդ գինը չի վճարել։ Ուրեմն խոսել դրա մասին բացարձական իմաստ է։ Եվ ուրեմն այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք տեքստ, որը արդեն խոսում էր, թե ինչպիսի արդյունքի հասավ Տեր Բրահման, թե ինչ տեղի կունենա հանդիպման ընթացքում, մենք արդեն ձեր հետ կքննարկենք վաղը։ Իսկ այսօր այսքանը։